Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտելու եւ տեսնելու հնարավորություն կա։ Տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ կրկին կարող եք դիտել live stream-ի տարբերակով։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր եւ դիտարկումներ թողնել, կարծում եմ թեման քիչ քննարկվող է եւ բավականին հետաքրքիր, շատ ուշադրություն եմ հրավիրում կանանց, աղջիկների, երիտասարդ աղջիկների եւ կանանց բոլոր տարիքի, չէ՞, հեսա կքննարկենք դա։ Եվ զրուցելու ենք բժիշկ գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի հետ, ողջույն։ Ողջույն։ Ու մեր թեման լինելու է էսթետիկ գինեկոլոգիան։ Շատերի համար միգուցե այս բառակապակցությունը առաջին անգամ հնչի եւ այս երկու բառերը առաջին անգամ համատեղվեն, մենք գինեկոլոգիա ասելով սովորաբար հասկանում ենք տարբեր խնդիրներ, հիվանդություններ, մենստրուալ ցիկլի, այսպես վերարտադրողական համակարգի եւ այլն տարբեր, ընդհանուր մինչեւ վիրահատական միջամտություններ։ Ու շատ քչերս ենք իրականում խորամուխ լինում, որ այստեղ կարող է կապ ունենալ էսթետիկան եւ էսթետիկայի ապահովումը, ձեր օգնությամբ այսօր հասկանանք, որքանով սա կապ ունի առողջության պահպանման հետ, կամ կանխարգելման, կամ որոշ խնդիրներ առողջական լուծելու, եւ որքանով կապ ունի այդ գեղեցկության, որը ենթադրում է էսթետիկա բառը։ Նախ հասկանանք, այսպես մոտավոր սահմանում է, ինչ է էսթետիկ գինեկոլոգիան։ Նախ շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար։ Ուրեմն էսթետիկ բառը բոլորիս մոտ առաջացնում է ասոցիացիա միայն գեղեցկության հետ, սակայն էսթետիկ գինեկոլոգիան կնոջը վերադարձնում է ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ անատոմիական ամբողջականությունը ինտիմ զոնայում։ Այն միայն գեղեցկության մասին չէ, ասեմ ավելին, այն նախ եւ առաջ կնոջ կյանքի որակի մասին է։ Այսինքն էսթետիկ գինեկոլոգիան առաջնահերթ նպատակը վերադարձնել կնոջը կյանքի որակը, որը նա ունեցել է նախկինում։ Իսկ կանայք իրենց կյանքի ընթացքում շատ հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են օրինակ ծննդաբերությունից հետո սեռական զգացողության իջեցումը, հորմոնալ խանգարումների, դաշտանադադարի շրջանում եւ դրանից հետո չորության հետ, չէ՞, եւ մի շարք նման այլ խնդիրների հետ ենք բախվում տարիքի ընթացքում եւ էսթետիկ գինեկոլոգիան թույլ է տալիս մեզ հնարավորինս կորեկցիայի ենթարկել տվյալ խնդիրները։ Փաստորեն, այստեղ էսթետիկ բառը չի նշանակում ուղղակի արտաքին գեղեցկության ապահովում, այլ առաջին հերթին վերականգնման, առողջության եւ որոշ գործառույթների պահպանման, ապահովման մասին է, հա։ Նախ եւ առաջ կնոջ կյանքի որակի մասին է։ Բայց այստեղ այնուամենայնիվ որքանով է էսթետիկայի բաղադրիչը, ինչու է ամեն դեպքում անվանումը ստացվել էսթետիկ գինեկոլոգիա, այլ ոչ, օրինակ, չգիտեմ, վերականգնողական գինեկոլոգիա կամ մեկ այլ բժշկական տեսեք, ասեմ, օրինակ, էսթետիկ գինեկոլոգիայում կան որոշակի միջամտություններ, որոնք վերադարձնում են սեռական օրգանների նախնական ձևը։ Օրինակ նույն լաբիոպլաստիկան, սեռական շրթերի պլաստիկան, միգուցե ոչ թե վերադարձնում է, այլ զուտ կնոջ մոտ, աղջկա մոտ կա առանձնահատկություն, սեռական շրթերը կարող են մեծ լինել, ինչը խանգարի նրան սովորական հագուստը կրելուց օրինակ։ Նման խնդիրների կինը կարող է բախվել ծննդաբերությունից հետո, տարիքի ընթացքում։ Էսթետիկ բառը միգուցե եւ այդտեղից է գալիս։ Բացի դա, էսթետիկ գինեկոլոգիայում կիրառվում են այնպիսի պրոցեդուրաներ, միջամտություններ, որոնք օրինակ կարելի է կիրառել մարմնի ցանկացած տեղում, դեմքի վրա, մազերի վրա եւ այլն։
Հա, այստեղ էսթետիկա բառը դրա համար ներխուժել է գինեկոլոգիա։ Կարող ենք մի փոքր այդ սովորական այլ միջամտություններից էլ խոսել։ Միանշանակ։ Սկսենք գեղեցկությունից եւ ավարտենք, հասնենք ավելի լուրջ եւ ավելի առողջության հետ կապ ունեցող միջամտությունների։ Օրինակ, կնոջը սովորաբար ինչ արտաքին տվյալներ դուր չեն գալիս կամ ներքին զգացողություններ, որոնց համար դուք օգնության եք գալիս։ Ուրեմն ասեմ, նախ էսթետիկ գինեկոլոգիան իր մեջ ներառում է տարբեր ուղղվածություններ։ Նույն ինքը ներարկումային թերապիաներն են, որը օրինակ PRP-ն, ինյեկցիաները հիալուրոնաթ 2, մեզոթերապիա եւ այլն։ Հաջորդը ապարատային բուժումն է։ Ապարատային բուժումը հիմնականում արվում է CO2 լազերի եւ ռադիոալիքային հաճախականություն ունեցող սարքերի միջոցով։ Հաջորդը արդեն լուրջ պլաստիկաներն են, լաբիոպլաստիկան, հեշտոցի պատերի պլաստիկան եւ այլն։ Օրինակ տեսեք, նույն PRP-ն, որպեսզի ես բացեմ ու հանրամատչելի լինի բոլորին, դա պլազման է, որը հարուստ է թրոմբոցիտներով, ներարկվում է պացիենտին օրինակ կոսմետոլոգիայում դեմքի վրա որոշակի կնճիռներ եւ այլն հարթեցնելու համար, նույն ինքը գլխամաշկի վրա մազերի աճը խթանելու համար։ Եվ իհարկե գինեկոլոգիայում պետք է նշեմ, որ այս բոլոր մեթոդները, օրինակ կոսմետոլոգիայում, մաշկաբանության մեջ կիրառվել են դեռ շատ վաղուց, ուղղակի զուտ գինեկոլոգիայի մեջ մոտեցումը համեմատաբար նոր է։ Կարող եմ օրինակ բերել վերջի նշած PRP-ի մասին, ինչպես է պրոցեդուրան կատարվում։ Ուրեմն վերցվում է երակի ծարյունը, բուժառուի, անցնում է համապատասխան մշակում եւ տվյալ զանգվածը, որը հարուստ է թրոմբոցիտներով, ներարկվում է պրոբլեմատիկ զոնայում։ Այսինքն տեղային էֆեկտ ունի այն, ոչ թե ուղղակի օրգանիզմ է ներմուծվում, այլ թիրախավորված։ Դա իդեալական է օգնում հետևյալ դեպքերում՝ սեռական զգացողության իջեցման դեպքում, օրինակ ծննդաբերություններից հետո, երբ կանայք ունենում են սպիական փոփոխություններ, օրինակ շեքահատում է կատարվել կամ ուղղակի պատրվածքներ են եղել, կա տոկոս տվյալ միջամտությունների, որ հետագայում կանայք ունենում են արտահայտված ցավեր սպիի շրջանում։ Առաջ արվում էր նյարդի բլոկադա, որը կարող էր օգնել, կարող է չէ, այս պարագայում այդ ամենը ներարկվում է սպիի զոնայում եւ կնոջը մեծ տոկոս հավանականությամբ ազատում ենք ցավերի, դիսկոմֆորտից եւ այլն։ Ավելի արդյունավետ է ստացվում, քան նախկինում այլ միջամտություններ, այլ պրոցեդուրներ։ Այո, նախ ավելի արդյունավետ եւ քիչ վտանգավոր, որովհետեւ նյարդի բլոկադան եթե մի միլիմետրի տարբերությամբ սխալ կատարվի, կարող է լրիվ այլ արդյունք ստանալ բուժառուն, իսկ այս պարագայում նախ սխալվելու հավանականությունը քիչ եւ երկրորդը կողմնակի էֆեկտներն են շատ քիչ, քանի որ վերցվում է բուժառուի արյունը, մշակվում է եւ հենց իրեն է ներարկվում։ Իսկ ցավոտ պրոցեդուրա է սա կամ անզգայացում արվում է թե ոչ հետ միջամտությունից հետո շրջանը ինչպես է ընթանում, մի փոքր կարող եք պատմել։ Ուրեմն միջամտությունները մեծ մաս դեպքերում մաքսիմալ անցավ են, սակայն շատ զգայուն պացիենտների մոտ կատարվում է անզգայացում, անհրաժեշտության դեպքում թեկուզ թեթև սեդացիա, այսինքն ներերակային ներարկման միջոցով, այդ էլ շատ հազվադեպ դեպքերում, հիմնականում տեղային անզգայացման միջոցով պացիենտները իրենց լիարժեք լավ են զգում։ Հաջորդ ուղղությունից կարող եք մեկ օրինակ բերել, այսա ներարկումայիններ, մյուսը ասացիք, որ ապարատայինն էլ հիմա բավականին արդիական է դարձել։ Այո։ Սա ավելի մեծ սարքերի մասին է խոսքը, թե վիրահատություն չեն համարվում, այնուամենայնիվ։ Ինվազիվ են թե ոչ։ Մինիմալ ինվազիվ է կոչվում։ Քիչ ինվազիվ, Քիչ ինվազիվ են։ Ամբողջ օրինակ տեսեք, թե առաջի PRP-ի տարբերակում ոնց էր ազդում ընդհանուր process-ը։ Թրոմբոցիտները իրենք ունեն աճի գործոններ, որոնք տեղային ներարկելով նպաստում են անգիոգենեզին, այսինքն տվյալ տեղում անոթների նորացմանը, հյուսվածքների ռեգեներացիային, թարմացմանը։ Այդ միջոցով էր ինքը բերում հյուսվածքների ավելի
նյութափոխանակության լավացմանը։ Ապարատայինի դեպքում, օրինակ ռադիոալիքային ապարատների դեպքում ռադիոալիքներն են նպաստում կոլագենի էլաստինի սինթեզին։ CO2 լազերի պարագայում առաջացնում է տվյալ ապարատը թույլատրելի փոքրիկ վնասումներ, որի արդյունքում օրգանիզմը ի պատասխան սկսում է ոնց որ խթանել նոր հյուսվածքների աճ։ Արդյունքում ոնց որ օրգանիզմում ենթալորձային, լորձային ու մկանային շերտերում սկսվում է նոր էլաստինի ու կոլագենի սինթեզը։ Արդյունքում կանայք, ովքեր ունենում են օրինակ հեշտոցի ռելաքսացիոն համախտանիշ կամ իջեցում, ներողություն, հեսա կմեկնաբանը։ Հեշտոցի ռելաքսացիոն համախտանիշը մի համախտանիշ է, որը հիմնականում դրսևորվում է ծննդաբերություններից հետո, խոշոր պտղով ծնունդներից հետո, դժվար ծննդաբերություններից հետո, երբ կնոջ զգացողությունը հեշտոցի շրջանում շատ թուլացած է լինում։ Այսինքն կարելի է անզգայության աստիճանի մինչև անգամ։ Այդ պարագաներում օրինակ CO2 ֆրակցիոն լազերը իդեալական տարբերակ է։ Ինչպես եք դուք հասկանում, որ պրոցեդուրան է պետք, գանգատներն եք լսում, ուզում եմ հասկանալ ձեզ դիմելու դեպքում հարցազրույցն ինչպիսին է լինում, անամնեզն ինչպիսին է եւ ինչ հիմնական հարցեր եք ուղղում, որպեսզի պարզեք նախ ինչ խնդիր ունի, հետո որ միջամտությունը մաքսիմալ ավելի թիրախային կլինի։ Նախ ասեմ, ցանկացած միջամտություն սկսվում է խորհրդատվությունից։ Նախ հասկանալու համար ինչ խնդիր կա, խնդրի դրսևորման աստիճանը, որովհետև նշված իմ բոլոր մեթոդները իրենք գործում են մինչև թեթև միջին աստիճան խանգարումների դեպքում։ Օրինակ, երբ որ կա երկրորդ, երրորդ աստիճանի իջեցում, միանշանակ տվյալ միջամտությունները անարդյունավետ են լինելու։ Այդ մեկ։ Երկրորդը, պետք է հասկանալ կինը ունի հակացուցում տվյալ պահին այդ միջոցառումը անելու, թե չէ։ Հակացուցումներ, այո, կարող են լինել։ Օրինակ PRP-ի դեպքում, եթե կա կոագուլոգրամայի շեղումներ նույնարյան մակարդելության, եթե կան թրոմբոցիտների քանակի իջեցում, պարտադիր է տեսնել կա ակտիվ ինֆեկցիա, թե ոչ։ PRP-ի պարագայում նաև աուտոիմուն հիվանդությունները հանդիսանում են հակացուցում։ Այդ մեկ։ Երկրորդը, շատ կարևոր է հասկանալ, թե պացիենտը ինչ ակնկալիքներ ունի, որովհետև մեր նպատակը բուժառուին վերադարձնել իր կյանքի որակը, ուղղակի մենք պետք է հասկանանք նա ինչ ակնկալիքներ ունի։ Դե գանգատների վերացումը չի ակնկալիքը։ Տարբեր մարդիկ, օրինակ լաբիոպլաստիկայի դեպքում շատ կարևոր է, որպեսզի մենք հերքենք բուժառուի մոտ դիսմորֆոֆոբիան։ Ինչ է դա։ Դա երբ որ մարդ ինքը իրեն չի ընդունում։ Այս պարագայում պարտադիր է հոգեբանի խորհրդատվությունը, որովհետև արդյունքում կարող է բուժառուն այսպես թե այնպես բավարարված չմնա։ Այսինքն նախապես միգուցե ուղղորդելու կարիք լինի հոգեբանի մոտ, հերքվեն մի շարք խնդիրներ, բարդույթներ, պաթոլոգիաներ, հա, օրինակ ինչպիսին է դիսմորֆոֆոբիան, նոր իրականացվի միջոցառումը։ Այո, այդ պարագայում եթե բուժառուն էլի կնշի, որ կամ որոշակի խանգարումներ եւ այլն, այդ պարագայում միանշանակ։ Ինչ է ցույց տալիս ձեր փորձառությունը, ավելի շատ հստակ ինվազիվ միջամտություններն են փրկում իրավիճակը, թե ներարկումային եւ ապարատային։ Գիտեք, այն պարագայում պետք է ճիշտ կատարվի ցանկացած միջամտություն։ Եթե կան որոշակի խնդիրներ, ինչպիսիք են նշեմ էլի, երկրորդ, երրորդ աստիճանի իջեցումը, այդ պարագայում ոչ ներարկումայինը, ոչ ապարատային պրոցեդուրաները ոչ մի արդյունք չեն տա։ Այդ իսկ պատճառով կարևոր է թիրախավորել բուժառուներին, ում ինչ միջամտություն է անհրաժեշտ ու ինչ արդյունք կարող է ստանալ տվյալ պրոցեդուրաներից հետո։ Այսինքն, որն է ավելի արդյունավետ, օրինակ տեսեք, երբեմն շատ լավ արդյունք ենք ունենում, երբ որ համատեղում ենք նույն PRP-ն եւ ապարատային բուժումը։ Այդպես էլ է փաստորեն լինում։ Այո։ Դա կարելի ասել լավագույն տարբերակներից մեկն է։ Իհարկե բուժառուներին առաջարկվում է, ուղղակի նաև պետք է հաշվի առնել ֆինանսականը, որովհետև դրանք վճարովի միջամտություններ են։
Դե բնականաբար սրանք պետպատվերի հետ կապ չունեն, չէ, Միանշանակ։ սովորաբար եւ ոչ մի այլ փաթեթներով չեն կոմպենսացվում։ Մենք հետաքրքիր հարց ունենք լսանից, արդյոք կարելի է ծանոթանալ ինչ միջամտություններ առհասարական էսթետիկ գինեկոլոգիայում ընտրել մեկը եւ գալ իրականացնել դա, թե անպայման է, որ բժիշկը հաստատի դա կարելի է, թե ոչ պետք է, թե ոչ եւ այլն եւ այլն։ Դե տեսեք, օրինակ ճիշտ ու գրագետ է խորհրդակցել բժշկի հետ ու հասկանալ տվյալ պարագայում բուժառուին ինչ է պետք։ Որովհետև ամեն դեպքում, եթե բուժառուն բժիշկ չի, նեղ մասնագետ չի, ինքը միգուցեև չպատկերացնի, բայց եթե պնդում է, պետք է արդեն բժշկի կողմից ասվի, թե ինչ տոկոս հավանականությամբ տվյալ պրոցեդուրան ձեզ կօգնի։ Որովհետև իմաստ չունի ուղղակի զուտ պնդել գնալ այս պրոցեդուրան անել, պետք է հասկանալ նախ ինչի համար է դա արվում։ Եվս մեկ հարց, կան արդյոք էսթետիկ գինեկոլոգիայում միջամտություններ, որոնք կանխարգելիչ բնույթ ունեն։ Տեսեք, որքան շուտ է կատարվում պրոցեդուրան, այնքան ավելի լավ, եթե կա գանգատ։ Ինչի համար, որովհետև օրինակ ինչքան խորանում է process-ը, այնքան հետ բերելը դժվար է։ Նույն էլի ասեմ, հեշտոցի պատերի իջեցման պարագայում ինքը զարգացող խնդիր է։ Ինքը զարգացող խնդիր է, գնալով խորանալու է խնդիրը։ Այդ պարագայում արդեն էլ ապարատային միջամտությունները հաստատ չեն օգնելու։ Դրա համար ինչքան շուտ սկսել, այնքան բարդացումների հաճախականությունը ու հավանականությունը քիչ է լինելու։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ տեսեք, մենք այդ ամենի միջոցով սինթեզում ենք օրգանիզմում նոր հյուսվածքներ։ Պացիենտներին, բուժառուներին թվում է, որ այդ կուրսը ավարտելուց հետո դա ամբողջ կյանքի համար է։ Պետք է նշեմ, որ ոչ, այդ հյուսվածքները օրգանիզմի կողմից յուրացվում են ու կարող է կարիք լինել թարմացնելու։ Սա շատ կարևոր կետ է, որ բուժառուները բոլորը պետք է տեղյակ լինեն։ Այսինքն, եթե կատարվել է այս միջամտությունը, ինքը ամբողջ կյանքի համար չի։ Բջիջներն ու հյուսվածքներն էլ մշտապես չեն սկսում։ Կենթանի հյուսվածք ենք մենք արդյունքում սինթեզում, որը օրգանիզմի կողմից յուրացվում է։ Այո, վերջավոր է դա։ Որքան ժամանակ անց է սովորաբար կարիք լինում կրկնելու, այստեղ կարող ենք էլի 3 ուղղություններն էլ քննարկել։ Ուրեմն կուրսը ավարտելուց հետո 1 տարի անց կատարվում է խորհրդատվություն։ Արդեն բուժառուի գանգատներից, արդյունքներից եւ այլնից կախված կարող է եւս 6 ամիս ձգվի, կարող է 2 տարի հետո կարիք լինի կրկնելու։ Կախված տարիքից, բուժառուի կախված խնդրից, էլի խիստ անհատական է, բայց գոնե 2 տարին մեկ ցանկալի է, որպեսզի հատկապես ապարատային բուժումը կրկնվի։ Իսկ եթե մենք խոսենք վիրահատական միջամտությունների մասին, սրանք ավելի մշտական բնույթ ունեն, արդյունավետությունը, ինչպես հասկանում եմ, ամբողջ կյանքի համար է, որովհետև այնուամենայնիվ կտրվածք, կարեր եւ այլն, այստեղ լուրջ փոփոխություններ են կատարվում։ Մեխանիկորեն, օրինակ, հեշտոցի պատերը ձգելու ֆիքսելը, բնականաբար ինքը ավելի երկարատև արդյունք է ունենալու, բայց միևնույն ժամանակ կան դեպքեր, որ տալիս են ռեցիդիվներ, այսինքն տվյալ խնդիրը էլի կրկնվում է։ Բայց այս պարագայում ինքը արդեն հանդիսանում է լուրջ ինվազիվ միջամտություն, որը իսկապես ամբողջ կյանքի համար պետք է ծառայի։ Ուղղակի կան ուրիշ բաներ, որ որպես կանոն կատարվում է այնպիսի նյութերով, այսպես կոչված ցանց են դրվում, որը օտար մարմին է ու շատ կանանց դա տհաճություն է պատճառում, կարերն են կոպիտ, էլի դիսկոմֆորտի զգացողություն է լինում։ Էսթետիկ գինեկոլոգիան աշխատում է ավելի թեթև դեպքերում եւ շատ ավելի մեղմ։ Նույնիսկ այս վիրահատական, հստակ մեխանիկական միջամտությունների դեպքում ավելի մեղմ տարբերակներն են իրականացվում։ Մնացածը արդեն լուրջ վիրաբուժություն է, հա, ճիշտ եք պատկերացնում։ Եկեք հեշտոցի պատերի պլաստիկան միշտ արվել է։ Միշտ, շատ երկար ժամանակ։ Ուղղակի այդ վիրահատությունը ինքը մեծ ծավալով վիրահատություն է համարվում։ Այ մեծ տրավմայով ասածս դա էր։ Ինչպես իրականում ցանկացած վիրահատություն, որը շատ ավելի ռիսկային է, քան ցանկացած ներարկում եւ ապարատային միջամտություն։ Սա պետք է բոլորս հստակ հասկանանք, որ ռիսկերն էլ ավելի շատ են, բայց արդյունավետությունն էլ ավելի երկարաժամկետ է համեմատած օրինակ ապարատայինի հետ, որը պետք է կրկնել։ Դե հա, միանշանակ։
Այո, մենք մի հետաքրքիր հարց ունենք վիտամինների մասին, չգիտես ինչու, բայց հիմա վիտամինները շատ են քննարկվում, իրականում ես հասկանում եմ տրամաբանությունը, հնարավոր է, որ վիտամինային կոկտեյլների կամ այլ այսպիսի վիտամինային աջակցության դեպքում արդյունավետությունը մեծանա, թե այդպիսի բան չի արվում։ Երևի տեղային Եթե տեղայինի մասին է խոսքը, այո, ներարկումային տարբերակում դա նույնպես ներառված է։ Իսկ խմելու պարագայում, եթե օրինակ ես ուղղակի որպեսզի ճիշտ հասկանանք հարցատուին, եթե խմելու վիտամինների մասին է խոսքը, ուրեմն դա թիրախային չի ազդելու։ Իսկ ներարկումայինի մեջ, այո, կան մեթոդներ, որոնք հենց վիտամինային եւ այլն պրեպարատներ են ներարկվում, որը էլի տալիս է շատ լավ արդյունք։ Ուղղակի տեսեք, ինչու եմ շեշտադրումը դնում հենց PRP-ի վրա, որովհետև մինիմալ ալերգեն է, որովհետև բուժառույց վերցված սեփական արյունը ներարկվում է իրեն հետ։ Ալերգիաների հավանականությունը 0 էս պարագայում, բարդությունների հավանականությունը շատ քիչ։ Ըստ այդմ թիրախավորում եմ ես բոլոր պացիենտներին, կա հիալուրոնաթթվով ներարկումներ, բայց ամեն դեպքում դա օտար մարմին է, իսկ ինչքան քիչ օտար մարմին լինի օրգանիզմում, այնքան ավելի լավ։ Կարող ենք ռիսկերից եւ վտանգներից խոսել ապարատային միջամտությունների դեպքում, այստեղ այնուամենայնիվ դուք նշեցիք, որ փոքրիկ վնասվածքներ են հասցվում, որպեսզի խթանվեն սինթեզումներ տարբեր, այստեղ ինչ կարող է պատահել։ Որպես կանոն, եթե ռեժիմները ապարատի ճիշտ են դրված, ոչ մի բան չի պատահի, որովհետև այդ ամեն ինչը արված է շատ ճիշտ հաշվարկով, թե որ հաճախականությամբ ալիքը ինչ հյուսվածքի վրա պետքա ազդի, եւ եթե ամեն ինչը գրագետ ու ճիշտ է արվում, բացարձակ ոչ մի խնդիր։ Ուղղակի, օրինակ CO2 լազերի դեպքում բուժառուների մի մասը կարող է ունենալ, դա ոչ թե բարդություն է, այլ հնարավոր արդյունք, օրինակ քիչ քանակի արտադրություն, դիսկոմֆորտ, ու պետք է նշեմ, որ ի տարբերություն խոշոր ծավալով վիրահատությունների, կինը նույն օրը պրոցեդուրայից հետո հանգիստ կարող է տուն գնալ, անցնել իր սովորական ռեժիմին հաջորդ օրը։ Այսինքն վերականգնողական շրջան, որպես այդպիսին մինիմալ ինվազիվ միջամտությունների դեպքում չկա։ Կարող ենք խոսել ամենատարածված միֆերից էսթետիկ գինեկոլոգիայի վերաբերյալ, որ դուք լսել եք եւ շարունակում եք լսել ձեր պրակտիկայում, ինչը սխալ գիտեն, ինչն է մոլորություն։ Որ էսթետիկ գինեկոլոգիան միայն գեղեցկության համար է։ Ոչ, էսթետիկ գինեկոլոգիան նախ եւ առաջ կնոջ կյանքի որակի մասին է։ Այն միայն գույն փոխելու, ձևը, փոխելու մասին։ Շատ ճիշտ հիշեցրեցիք, որ այո, կատարվում է նաեւ ինտիմ զոնայի գունաբացում, օրինակ այդ պարագայում ինքը լրիվ էսթետիկ միջամտություն է, բայց միջամտությունների մի մեծ ծավալ կնոջը վերադարձնում է կյանքի որակ։ Պետք է նշեմ անմիզապահությունը, որը կարող է ի հայտ գալ ինչպես ծննդաբերություններից հետո, այնպես էլ արդեն պերիմենոպաուզալ ու հետդաշտանադադարային տարիքում, որը ռեալ վատացնում է կնոջ կյանքի որակը, իսկ վաղ փուլերում հնարավոր է այդ ամեն ինչը դարձելի փուլում հնարավոր է ապարատների միջոցով կնոջը վերադարձնել իր կյանքի որակը։ Անմիզապահությունը, չորությունը, հորմոնալ լուծումները իրոք երևի խանգարում են ապրել բառացիորեն։ Մենք միանշանակ կարևոր է, որ կինը իմանան 21-րդ դարում կան գրեթե բոլոր միջոցառումները իրեն լիարժեք զգալու համար։ Հասկանալի է, էլի միֆ կամ մոլորություն կնշեք, ես գիտեի կուզեի տարիքի մասին խոսեիք երևի, որ միայն երիտասարդների համար է։ Որ գիտեք, դե եթե էսթետիկ է գինեկոլոգիան, ապա թիրախը միայն երիտասարդ։ Հատկապես հետդաշտանադադարային տարիքի կանանց համար է կարելի ասել միջամտությունը, որովհետև նման խնդիրներ, ինչպիսիք արդեն նշեցի, անմիզապահությունը, սեռական օրգանների շրջանում ցավը, դիսկոմֆորտը, լորձաթաղանթի չորությունը, այդ ամեն ինչը ի հայտ է գալիս տարիքի հետ, ավելի հասուն տարիքում, երբ որ հորմոնները ավելի քչանում են, էստրոգեները եւ սնուցումը հյուսվածքների վատանում է, այս պարագայում էսթետիկ գինեկոլոգիան առաջնային ընտրություն է կարելի ասել։
Արդյոք Հայաստանում, քանի որ դուք ոնց որ ոլորտից ընդհանուր առմամբ տեղյակ եք, արդյոք Հայաստանում հասանելի են այս պահին ամենազարգացած միջամտությունները էսթետիկ գինեկոլոգիայում գալիս են այստեղ, այսինքն մենք հետ մնում ենք թե ոչ, բոլորովին վերջերս եղել է միջազգային կոնֆերանսում, որտեղ ներկայացվել են մի շարք միջոցառումներ, որոնք արվում են ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում։ Ասեմ ավելին, շատ բուժառուներ գալիս են Հայաստան միջամտություն ստանալու։ Տուրիզմի է էլի վերածվում, ինչպես մեր շատ այլ ոլորտների դեպ պլաստիկ վիրահատությունները, ստոմատոլոգիան, որովհետև համատաբար ավելի մաչելի է։ Գինվորակ հարաբերակցությունը այստեղ շատ լավն է, շատ օպտիմալ է, համաձայն եմ։ Կարող ենք նշել, թե ներկայում ամենապահանջված, նորաձև չեմ ուզում ասել, էլի կշփոթեն այստեղ գեղեցկության եւ թիթիզության հետ, բայց ամենաարդիական պրոցեդուրաները որոնք են իրականացնում։ Դրանք արդեն նշեցի, ներարկումայինն է, PRP, ապարատայինը եւ վիրաբուժականը, որը արդեն ավելի մեծ ծավալի միջամտություն է, որի մեջ կա լաբիոպլաստիկան, հեշտոցի պատերի պլաստիկան եւ իհարկե հիմենոպլաստիկան, կուսաթաղանթի վերականգնում։ Սա դեռ կա, կներեք, սա դեռ պահպանում է իր արդիականությունը։ Փաստացի, տեսեք, ինքը իրավաբանորեն թույլատրելի միջամտություն է։ Լավ։ Այսինքն մնում է պլաստիկայի մեջ։ Այո։ Բայց կարևոր է, որ բուժառուն դա բուժառուի ցանկությունը լինի, հասկանալ, որ բուժառուի վրա չկա ճնշում։ Բայց դա հնարավոր չի հասկանալ։ Բան չասեցի։ Օրինակ դու կարողանում եք պարզել այդ տվյալ կինը, ով դիմել է, իրեն ստիպել են, չգիտեմ, միգուցե շանտաժի են ենթարկել, պահանջել են, որ կամ ինքը մի սարսափելի վախերի մեջ է, ընդունելի չլինելուց եւ դրա համար է դիմել։ Սա հնարավոր է լինում պարզել։ Անձնական պրակտիկայի հարց եմ ուղղում։ Այն դեպքերում, երբ որ ինձ են դիմում այդ հարցով, ես նախ եւ առաջ խորհուրդ եմ տալիս հոգեբանի հետ խորհրդատվություն։ Շնորհակալություն։ Եվ ոչ միայն այդ դեպքում, հեսա կասեմ, որ դեպքերում նաեւ, որովհետեւ պետք է հասկանալ ինչու է կինը որոշում գնալ այդ քայլին։ Սա այսինքն հետաքրքրող հարց է եւ շատ սկզբունքային հարց է։ Այո, ես հասկանում եմ, որ կան որոշակի հարց։ Ես չեմ հասկանում։ Ես հրաժարվում եմ հասկանալ։ Մշակութային արժեքներ կան, դրանք արժեքներ չեն, լավ, չարժեքներ կան, որով կինը գնահատվում է ըստ իր ցավով կամ ուրախությամբ պետք է նշեմ, որ դա միայն Հայաստանում չի։ Դա փաստ է, որ գոյություն ունի։ Ուղղակի այդ դեպքերում էլ պետք է նշել, որ գիտեք, այն ինչի ակնկալիք ունեք պլաստիկայից հետո կարող է եւ չլինել։ Այսինքն սա կարող է արդարացված չլինել այդ ֆինանսը եւ նյարդերը եւ ռեսուրսները, դիսկոմֆորտը եւ այլն եւ այլն։ Եվ ես ասեմ, որ անմիզապահության ժամանակ պարտադիր է նաեւ հասկանալ խնդիրը իսկապես օրգանական ծագում ունի, թե հոգեբանական, որովհետև էլի եմ ասում, պետք է հստակ թիրախավորել բուժառուներին իդեալական արդյունք ստանալու համար։ Օրինակ փսիխոսոմատիկան, ինչի մասին մենք մի անգամ խոսել ենք, շատ կարևոր դեր ունի ու այո, կան բուժառուներ, որոնց մոտ ինչ որ կյանքում ստրեսային անմիզապահությունը զուտ օրգանական խնդիր չի։ Այս պարագայում եւս, երբ որ խորհրդատվության արդյունքում զննման ժամանակ պարզում է, որ այնքան էլ օրգանական չի, խորհուրդ է տալիս ես ինքս, որ դիմեն հոգեբանի։ Լինում է, որ ամեն դեպքում զուգահեռ աշխատեք, օրինակ, եւ նա պետք լինի, եւ ձեր միջամտությունը պետք լինի ու արդյունքում լավ։ Դե միջև այս դեռ այդպիսի փորձառություն չունեմ։ Ուղղակի եթե կա հոգեբանական ծագման, ինքը արդեն այսպես թե այնպես պետք է փորձել լուծել հարցը հենց հոգեթերապիայի դաշտում։ Այո։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, տեղ-տեղ բարդ էր թեման, բայց մենք հաղթահարեցինք, հուսով եմ շատերին օգուտ տվեցինք այս հարցերը բարձրացնելով։ Ուսումնասիրեք ինչ է էսթետիկ գինեկոլոգիան, միգուցե ձեր ամենօրյա, ձեր կյանքի որակը գցող եւ ձեր կյանքը բարդացնող հարցեր շատ լավ կարողանան լուծվել այս ուղղության միջոցով։
Արագ, թեթև։ Արագ ու ավելի թեթև եւ արդյունավետ։ Մենք զրուցեցինք բժիշկ գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի հետ, մենք ելի կհանդիպենք որևէ շատ պետքական եւ օգտակար թեմայի շուրջ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։